Աստծո ողորմությամբ պատրաստածս թեման այսպես են վերնագրել մարդկանց տարբեր ըմբռնումներ։ Այսինքն կարող են մարդիկ մի բան տեսնել, տարբեր մարդ, տարբեր նրբություններ նկատի ընկալի, հասկանա, մեկը խորությամբ շատ բան նկատի, մեկը մակերեսորեն։ Ինչու է այդպես և ինչ հետևանք է ունենում մարդու վրա, եթե մանավանդ իրեն համար շատ կարևոր թեմա է լսում և այդ թեմայի հետ կապված գործողություններ տեսնում։ Եթե արգելքներ ունի խորապես նրբություններ նկատելու, ըմբռնելու, հասկանալու, տեսածը, լսածը, շատ քիչ բան կվերցնի կամ եթե չի մտածում, չի նկատում, չի էլ վերցնի որովհետև մի կարևոր հարց։ Նախ կարևոր հարցի հետ կապված խոսեմ, հետո ըմբռնման տարբեր մարդկանց տարբեր ըմբռնումների օրինակներ կբերեմ։ Հովհաննեսի ավետարանում Հովհաննեսը որ գրում էր ավետարանը 20-րդ գլխում այսպիսի մի արտահայտություն է ասում 30-31 համարները 20-րդ գլխի 30-ից 31 համարները։ Հիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արեց իր աշակերտների առաջին, որ չեն գրված այս գրքում, բայց սրանք գրվեցան, որ հավատանք, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծո Որդին, և որ հավատալով կյանք ունենանք նրա անունովը։ Այս գրվածը, կարծես այսպես ասի Հովհաննեսը, այն նշանները, որ գրեցի ավետարանում, բավարար էր ճանաչելու Քրիստոսին, որ նա Աստծո Որդին է։ Եվ եթե ճանաչես Քրիստոսին Աստծո Որդին է, նրան հավատալով կունենաս կյանք, կունենաս, քոնը կլինի կյանքը, նրա անունին հավատալով։ Մի կարճառոտ խոսեմ սրա հետ կապված, մարդիկ այսօր տեսնում ես ինչ որ մարդկային մտքեր, սուտ վարդապետություններ ժողովրդին ընդունել տալու համար, որպեսզի ժողովուրդը հավատա իրենց ասացին ընդունեն, աննպատակ սենց ասած, առանց մարդու որևիցե մի կարիքը ունենալու հրաշքներ են անում, ասենք ձեռք են դնում մարդը ընկնում է, մարդիկ էլ մտածում են Աստծո զորությունն է։ Այնպիսի մի նշաններ, որոնք զարմացնող բաներ են։ Մենք գիտենք, որ թույլ տրվեց Աստված, որ նշաններ անի նաև հակառակորդը, նշաններ լինեն նաև հակառակորդի ազդեցությամբ։ Սակայն որը ինչ նպատակով է, որը որից է, Աստծուց է, թե չարից է, նպատակից է երևում։ Քրիստոսի կատարած հրաշքները, նշանները, որ ասում է շատ բաներ արեց, Հովհաննես ասում է, բայց ամբողջը չէր հնարավոր գրվեր։ Այնքանը, որ գրվեց, բավարար է Քրիստոսին ճանաչելու, բժշկություններ արեց, բժշկությունների ժամանակ տեսնում ենք նրա մարդու մարմնի վրա իր իշխանություն ունենալը, մարդուն ստեղծողը նա է, բորոտին բժշկեց։ Կամ շատ հրաշքների մեջ երևում էր նրա աստվածային կարողությունը, տեսնում էր մարդիկ ինչ էին մտածում, երբ որ անդամալուծին ասեց մեղքերը թողված են։ Նա իմացավ, նրանք իրենց մեջ իր հանդեպ դատելով էին մոտենում, ով իրավունք ունի սա ասելու, բացի Աստծուց։ Բայց Հիսուս դրանով նաև ասում էր, որ ինքն Աստված է։ Հենց դա էր ասում։ Հրաշքներ, նշաններ, որ Հիսուսը կատարում էր, նպատակով էր, մարդկանց կարիքները հոգալու համար, նրանց նեղություններից հանելու համար։ Երբ որ Հիսուսը ծովը ալեկոծումից դադարեցրեց, քամին սաստեց, դադարվեց, աշակերտները այդ հրաշքից, այդ նշանից սկսեցին մտածել, սա ով է, որ ծովն էր, քամին էլ նզանվում են նրան։
մեր կյանքում, մեր օրերում էլ եղել են, չէ, դեպքեր, ես անձամբ շատ եմ տեսել։ Խոսք եմ խոսել, մի երեխա ցավերի մեջ լացում է, մայրը բռնած լացում է, ուզում է լսել, հարազատներն հավաքված, այդ երեխայի ձայնից չեն կարողանում խոսք լսել։ Կարճ աղոթք արեցի, Տեր, խնդրում եմ այս ցավը վերար։ Երեխային հանգստացրու, խնդրում եմ, որ կարողանանք լսել։ Վայրկյաններ չանցավ, երեխան ձայնը կտրել է, տարավ դրեց, օրորոց եկավ լսում է, բայց ով ինչ նկատեց դրանից։ Հասկացա, որ ժողովուրդը չնկատեցին ինչ կատարվեց, կարծես այսպես պիտի լիներ։ Դա եղավ Երևանում տարիներ առաջ մի ընտանիքում, այստեղ մի քույրիկ կա, իր քրոջ տանն էր, որ եղավ։ Գուցե մոռացան էլ ինչ կատարվեց, բայց ուշադրություն դարձրեք, Տիրոջ մասին էի խոսում, Տերը իր զորությամբ գործելով ցույց տվեց, որ այս թեման իրենից է, այս նշանը, այս հրաշքը, որ կատարվեց երեխայի հետ կապված, կարիք կար, այդ երեխան ցավ ուներ, բայց միաժամանակ Տերը սրանով ցույց տվեց, որ թեման իրենից է, իր առաջնորդությամբ է, իր մասին է խոսվում, եւ մենք կարիք ունենք դա լսելու, խանգարող բաները վեր առավ, եւ երեխայի հոգը արեց, եւ մեզ համար հոգ արեց, որ մենք լսենք այն, ինչ որ մեզ պետք է։ Այստեղ ասում է, որ այս գրվեց, որպեսզի ճանաչեն Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է Աստծո օծյալը, նա է օծյալը, նա է Աստծո որդին։ Ինչ է նշանակում սա։ Հովհաննես ասում է, այսքանը գրվեց, որ դա հասկանաք, որ հասկանաք կհավատաք Քրիստոսին եւ կյանքը կունենաք, ձերը կլինի կյանքը, Քրիստոսի անունին հավատալով։ Այսօր ժողովուրդը կարծես երկրավոր կրթության, գիտական չափանիշներով առաջ են գնացել, օրինակ առաջի դարի համեմատ, բայց եկեք մի հատ օրինակ տեսնենք։ Երբ որ Հիսուսն ասում էր ես Աստծո որդին եմ, ուզում էին իրեն սպանել։ Ասեց ինչու եք ուզում ինձ սպանել, որովհետև դու մարդ լինելով քեզ Աստծուն հավասար արիր, ասում ես Աստծո որդին եմ։ Տեսեք նրանք ինչ էին հասկանում։ Որդի նշանակում ինչպես հայր, այնպես որդին, բայց այսօր այդպես չեն հասկանում։ Հետ են գնացել։ Կարծես թե մենք զարգացել ենք։ Բայց պարզ օրինակով է խոսում, այնպիսի մի լեզվով է խոսում Աստված մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք ըմբռնել, ինչ է ասում Աստծո որդի։ Աստծուց Աստված, ինչպիսին հայրը, այնպես որդին, սա է ասում։ Ինչու չենք կարող ըմբռնել, ընկալել դա։ Երբ որ մենք ասում ենք մարդու որդի, չենք ասում մարդուց ծնվեց ինչ-որ մի այլ արարած։ Ասում ենք մարդ է ծնվել։ Հենց նույն լեզվով է խոսում, նույն բառն է գործածում Աստծո որդի, որդուն Աստված հասկանալու, ճանաչելու նպատակով։ Եվ նա Աստծո որդին է, Աստծուց դուրս եկած։ Եվ այդ իրականությունն է ցույց տալիս, եւ այն, որ ինչպես հայրը, այնպես էլ որդին։ Այս ըմբռնումը շատ կարևոր է մեզ համար։ Ինչու չեն կարող ըմբռնել։ Անբնական շեղում է մարդկանց հասկացողության մեջ տեղի ունենում։ Ինչու եմ ասում անբնական։ Բնականը սա է։ Այս ինչ տղան, այս ինչ մարդու որդին է։ Երբեք չես ասի, այս տղան ինչ որ մի հատ կոպիտ կարող է հնչել, ասենք կով է։ Մարդ է, որտեղ այս ինչ մարդու որդին է։ Բնական ըմբռնում է, չէ՞։ Անբնական կհամարես, եթե մարդկային տվյալներից շեղված պակաս տեսնես որդուն, լիարժեք մարդ չտեսնես նրան, անբնական է սա, բա ինչու Աստծո որդի անվանումը, այս արտահայտությունը լսելով մարդը չի կարող հասկանալ, ինչպես հայրը, այնպես էլ որդին, աստվածային տեսակ կողման է։ Խանգարողը ինչ որ անբնական շեղումն է, Աստված բժշկի մեզ։ Եվ շատ հավատացյալներ դժվարանում են սա հասկանալ։ Մինչև անգամ Հիսուս այսպիսի արտահայտություն էր անում Սուրբ Հոգու համար։ Երբ որ Հովհաննեսի ավետարանում 10
6-րդ գլխի 13-14 համարներում այսպես է ասում է, բայց երբ որ նա, այսինքն ճշմարտության հոգին, Սուրբ հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իրանցից չի խոսի, այլ ինչ որ կլսեք խոսի եւ գալու բաները կպատմե ձեզ, ինչ որ կլսեք խոսի եւ գալու բաները կպատմե ձեզ։ Ումից կլսե, ուղարկողից, տեսեք ինչ ասում, նա ինձ կփառավորե, որովհետև իմից կառնե եւ կպատմե ձեզ։ Սուրբ հոգին Քրիստոսի մասին եղող թեմաները մեզ կհասկացնի, ներգործում է մեզ վրա, որ մենք ճանաչենք Հիսուս Քրիստոսին, նա է Քրիստոսը, նա է Աստծո որդին, նպատակը, որ հավատալով նրան կյանք ունենանք, Աստծո հետ լինենք հավերժ։ Տեսեք, երբ որ Քրիստոսի մասին լսեց Փիլիպոսը, եկավ պատմեց Նաթանայելին, Հովհաննեսի ավետարան 1 գլուխ 45-ից 50 համարը։ Փիլիպոսն էլ գտնում է Նաթանայելին եւ ասում նրան. նա, որի մասին գրեց Մովսեսն օրենքումը եւ մարգարեներն էլ, գտանք Հովսեփի որդի Հիսուսին Նազարեթիցը։ Նաթանայելը նրան ասեց. կարելի է, որ Նազարեթից մի բարի բան լինի։ Փիլիպոսը նրան ասեց. արի ու տես։ Հիսուսը տեսավ Նաթանայելին, այսինքն նրանք եկան դեպի Քրիստոսի մոտ, Հիսուսի մոտ։ Երբ որ Հիսուս տեսավ Նաթանայելին, իրեն մոտ գալիս, ասեց նրան. ահա ճիչդ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելն ասեց նրան. ինչ տեղից ես ճանաչում ինձ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, տեսա քեզ, որ թզենու տակ էիր։ Նաթանայելը պատասխանեց եւ ասեց. Ռաբի, դու Աստծո որդին ես։ Դու ես Իսրայելի թագավորը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. որովհետեւ ես ասեցի քեզ, թե թզենու տակ տեսա քեզ, հավատում ես։ Սրանցից էլ ավելի մեծ բաներ կտեսնես։ Բայց հետաքրքիր է, որ այդքանը տեսնելով նա կարողացավ հավատալ եւ ինչ էր հետաքրքիր է հարցը, որ նրանց զրույցը կարծես ասի այսպես. ձեր զրույցը հայտնի է ինձ, բայց նենգությունից չէր, պարզությունից էր, միթե Նազարեթից բարի բան դուրս կգա։ Բայց ուշադրություն դարձրեք, ինչու այդքան արագ կարողացավ ճանաչել Քրիստոսին։ Փիլիպոսի եւ Նաթանայելի զրույցը նկատեք, ասում է. գտանք նրան, որի մասին գրված է Մովսեսի գրքում, մարգարեների գրքում, երևում է նրանք հաճախակի ժամանակ էին տրամադրել գիրք կարդալու։ Գրքերը գիտեին։ Հանգարցակի չէր դա։ Իրենց համար հանգարցակի չէր։ Գիրք իմանալու պատճառով կարողացավ Նաթանայելը շատ հեշտ ճանաչել Քրիստոսին, Աստծո որդին ես դու։ Այս դավանությունը անել, այս ճանաչողությունը։ Ինչքան կարևոր է գիրք իմանալը։ Ինչու են մարդիկ տարբեր ըմբռնումներով մոտենում։ Ինչու են այդ տարբեր։ Շատ մարդիկ են գիրքը կարդում։ Բայց տարբեր մոտեցում կա գրքի նկատմամբ մարդկանց կողմից։ Մեկը վերջնական են ընդունում խոսքը, մեկը մակերեսորեն։ Իհարկե ես այս խոսքս ասում եմ այն մարդկանց, որոնք ուզում են հավատալ, հետևել խոսքին։ Բայց այն մարդիկ, որոնց ասում է խոսքը ընկավ նրանց մտքի մեջ, բայց չմտածեցին, շնամի եկավ, նրանց տարավ, որ սրտներում չընկնի, այդ մարդկանց այդպիսի վիճակի մարդու մասին չի խոսք, այլ մարդիկ, որոնք մտածում էին խոսքի վրա, բայց տարբեր խորությամբ էին մտածում եւ դրա պատճառով էլ տարբեր ձևով տարբեր ըմբռնումներ ունեն, մակարդակի ըմբռնումներ։ Մեկը խորն է վստահում Աստծո խոսքին, մեկը իր հասկացողությունն է խառնում։
Շատ մարդիկ իրենց տրամաբանությամբ են մոտենում։ Կարդում են գիրքը։ Նույն նախադասությունը կարդում, այն մեկը ինչքան իր տրամաբանությունը մի կողմ է դրված, գիրքը, գրքի մեկնությունը, որ քարոզից լսում է, պարզությամբ է ընդունում։ Բայց նա, որ իր տրամաբանությունը վեհ է դասել, միշտ իր գաղափարը խանգարում է լսածը ըմբռնել, մտածել, խորապես հասկանալ։ Դա խանգարում է։ Ես այսպես եմ մտածում։ Ոնց կարա Սուրբ Հոգին գա ծառայի Հիսուսին։ Գրված է։ Իրանցը չի փառավորի։ Հիսուսին կմեծարի։ Նպատակը, որ նրան ճանաչես, կյանք ունենաս։ Նրանով է, Հիսուսին ճանաչելով է կյանքը։ Սուրբ Հոգին դա է անում քեզ համար։ Այո, նա էլ է Աստված։ Սակայն դա է անում, որ դու Հիսուսին ճանաչես, ծառայում է քեզ, կարծես ծառայում է նաև Հիսուսին փառավորում, նրա աստվածությունը հայտնի լինի քեզ, քո կյանքում կատարած հրաշքների նշանների մեջ տեսնես Քրիստոսի մեծությունը, նրա աստվածությունը, նրա ամեն օր քեզ հետ լինելը իր խոստման պես, որ ասած ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ։ Դու կարանաս դա տեսնես, ըմբռնես, ավելի վստահես նրան եւ հավատալով կյանք ունենաս։ Մեկ այլ մարդու մասին կարդամ, տեսեք, հիշեցնեմ ձեզ հարուրապետի մասին, Մատթեոս ավետարան 8-րդ գլխում, երբ որ հարուրապետը իր ծառայի մասին խոսում էր։ Իր ծառայի մասին խնդրում էր Հիսուսից, որ գա բժշկի, Հիսուսն ասեց. «Կգամ, բայց հարուրապետը ինչ խնդրանքով է մոտենում Հիսուսին»։ Կարդամ Մատթեոսի ավետարան 8-րդ գլխի 8-9 համարները։ Երբ որ Տեր Հիսուսն ասեց կգամ կբժշկեմ, հարուրապետը պատասխանելով ասեց. «Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասիր, եւ իմ ծառան կբժշկվի, որովհետեւ ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ, եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ, եւ ասում եմ սրան, գնա եւ գնում է, ուրիշին ասում եմ եկ եւ գալիս է, այս օրինակ ինչու էր բերում, ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ, դու իշխանություն ունեցողն ես»։ Բավական է, որ դու ասես եւ քո խոսքը իշխանություն ունեցողի խոսք է։ Իմ ծառան կբժշկվի։ Ասեց քո հավատքի պես, գնա, ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի։ Եվ նրա ծառան այդ պահին բժշկվեց։ Որտեղից այս հավատքը նրան։ Դե պարզը հողոտից չէր ընկնի, հանկարծ քնեց ելավ այդպիսի լուրջ հավատքի տեր մարդ, հասկացողության տեր մարդ, հետևել էր այն վկայություններին, որ լսել էր Քրիստոսի մասին, մարդիկ պատմում էին, նա հետևել էր խոսքին և հասկացել Քրիստոսնով է, թեև ազգության հրյաներից չէր, բայց ասում է Իսրայելի մեջ այսպիսի հավատ չտեսա, մեծ հավատք ուներ այս մարդը, սրան բռնումը այլ կարգի էր։ Տեր Հիսուսի հետ աշակերտները բավական ժամանակ քայլեցին։ Հաճախակի էին նրա հետ ասենց ասած զարմանում նրա խոսքը, գործերը տեսնելով, զարմանում ասում են ով են սա։ Պահ էր գալիս միջև անգամ ոմանք համարձակությամբ երկրպագում էին Հիսուսին, ոմանք դեռ կասկածում էին, արդյոք ճիշտ է նրան երկրպագել, թե ոչ։ Երբ որ Հիսուս հարություն էր առել, իր աշակերտների հայտնվեց, ուրեմն Հովհաննեսի ավետարանի հենց 20-րդ գլխում, որ ես կարդացի 30 համարից, դրա վերևի համարից կկարդամ, 24 համարից, մինչև 29։ Ուրեմն, երբ որ երևացել էր աշակերտներին, այդ ժամանակ Թովմասն այնտեղ չէր, ու կարդամ այս համարը հիմա։ Բայց Թովմասը 12-ից մեկը, երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ որ Հիսուսը եկավ, եւ մյուս աշակերտներն ասում էին նրան, թե Տիրոջը տեսանք, իսկ նա ասեց նրանց, այսինքն սա հարությունից հետո էր արդեն դեպքը։ Հարություն առած Քրիստոսին տեսանք ու պատմում են Թովմասին։ Թովմասը պատասխանում է. եթե նրա ձեռքերում բևեռների նշանը չտեսնեմ եւ իմ մատը
չդնեմ բևեռների տեղը եւ իմ ձեռքը չկոխեմ նրա կողքը, չեմ հավատա։ Աշակերտները այն անձիկ էին, որոնք բազում անգամներ այնպիսի դեպքեր տեսան, որտեղ որ երևում էր Հիսուսի աստվածությունը։ Ոմանք հասկացել են աշակերտներից, ոմանք հասկացել են Հիսուսն Աստված է, հենց դրա մասին է խոսում, բայց ոմանք, ինչպես Թովմասը, տեսնում ես, ոնց որ դժվարանար, դեռ դժվարանար ճանաչել Քրիստոսին այնպես, ինչպես որ նա կա։ 8 օրից հետո աշակերտները դարձյալ ներսում էին եւ Թովմասն էլ նրանց հետ։ Հիսուսը դռները փակ լինելով եկավ եւ նրանց մեջ կանգնեց ու ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Այս արտահայտությունը մարդիկ հոգևոր շատ խմբեր վերցրեն, ասում են հավատացյալը բարև պիտի չասի, պիտի ասի խաղաղություն ձեզ։ Չէ, այդ չէր ասում Տերը։ Ասեց խաղաղություն ձեզ, որովհետև շատ լարված էին, տագնապ, դժվարություններ ունեին, անխաղաղ վիճակ էր։ Այդ խոսքն էլ իշխանությունով էր։ Իր հայտնությամբ երևալով ասեց խաղաղություն ձեզ, խաղաղվեք, այնպես որ տեղք ասում է բարև տվեք, հենց ինքը Տեր Հիսուսն է ասում, դա այնպես չի, որ ձև է հավատացյալի ողջունի, եթե անխաղաղ է, ասա խաղաղություն, եթե բարև է, բարև ասա։ Եվ որ ասեց խաղաղություն ձեզ, հետո Թովմասին շրջվեց դեպի Թովմասը եւ ասեց. «Բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը տես, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողքը կոխիր», որ գեղարդով խոցել էին կողքը։ Կողքս կոխիր ձեռքդ, մի լինիր անհավատ, այլ հավատացյալ։ Թոմասը պատասխանեց ու ասեց նրան. «Ով իմ Տեր եւ իմ Աստված»։ Հիսուս նրան ասեց. «Որովհետև տեսար ինձ, հավատացիր, երանի նրանց, որ չեն տեսել եւ հավատում են»։ Այսքան ժամանակ Քրիստոսի հետ էր, բայց դեռ չէր կարողացել հավատալ Քրիստոսին, այսինքն ինչ նկատի ունի, որ նա է Տերը, նա է, Հիսուսն է Քրիստոսը։ Այստեղ ասեց Տերը, երանի նրան, որ չի տեսել եւ հավատում է, ուշադրություն դարձրեք, Թոմասին ինչու ասեց, որտեղ Թոմաս արդեն բավական բաներ տեսել, շատ բաներ տեսել։ Հիմա էլ ինչ էր պահանջում, միչև վերքերը չշոշափեմ, կողքը խոցված տեղը ձեռք չտամ, չեմ հավատա, որ ինքը արություն առե, ինքն է Տերը։ Երբ որ տեսավ Քրիստոսին, ինչ ասեց, իմ Տեր եւ իմ Աստված, այսինքն նրովի նոր մի տեսանկյունով դավանություն, իր սրտի նոր ճանաչողություն եւ նոր դավանություն, իմ Աստված, ինձ տիրություն անող, ինձ Տեր առաջնորդող, նոր կարգի ճանաչողություն դավանեց, նոր տեսակ ըմբռնումով ընկալեց Քրիստոսին, հասկացավ ով է նա, բայց դեռ ինչու էր ասում, պահանջում նրանից, դու վաղուց պիտի ճանաչեիր, ոչ թե հիմա պահանջեիր, գայդ մի հատ վերքերս տեն այր նոր։ Շատ մարդիկ տեսել են Քրիստոսին։ Դրա մասին չի խոսքը, որ ասում է երանի նրանց, որ չեն տեսնի եւ կհավատան, չէ, դրա մասին չի խոսքը։ Թոմասը շատ դեպքեր էր տեսել, որ հենց Հիսուսի աստվածությունը հայտնի էր, դրանք բացահայտում էին, բայց չէր նկատել։ Ասում եմ, գիտեք, մարդկանց շատ անգամ խանգարում են իրենց մտածելակերպը, իրենց դատողությունները։ Շատ մարդիկ այսօր հավատում են Աստծուն, բայց երբ որ Քրիստոսի մասին ես խոսում, ասում են, ոնց կարա Աստված գա մերպես մարդ լինի։ Բա ոնց հնարավոր է։ Չէ, այդ իմ գլխի մեջ չի մտնում։ Չի էլ մտնի մեր գլխի մեջ, եթե չհավատանք Աստծո խոսքին։ Ինչպես որ Աբրահամն էր ասում այն մեծահարուստին, որ դժոխքից հակառակում էր Աբրահամին։ Եթե մեռածը հարություն առնի կհավատան, ասում է, եթե Մովսեսին ու մարգարեին Աստծո խոսքին չեն հավատում, իրենց գլխի մեջ չի էլ մտնի։ Հիմա մերն է։ Եթե Աստծո խոսքին չես հավատում, չես էլ հասկանա։ Աստծո խոսքն է հայտնում ով է Քրիստոսը։ Դա է հասկանալու ճանապարհը։ Հիմա մեր հերթն է, Աստված մեզ զորացնի
հասկանանք, մտածենք Քրիստոսի մասին այնպես, ինչպես գրված է։ Ինչպես գրված կբացում է մեզ, օրհնի մեզ Աստված։ Սրա հետ է կապված մարդու ավելի լուրջ հավատքին ընծայվելը, հաղթական ապրելը, ընթացքը իր, սենց ասած, աներեր, անտատանվելու սենց լինել։ Շատ անգամ մարդիկ տեսնում ես ոգևորող բանի հետևից ոմանք կշեղվեն, ոմանք ինչ-որ աշխարհային ծրագրերի մեջ կշեղվեն, ոմանք չնկատելով ինչ սուղ ժամանակի մեջ են ապրում, առաջնային կհամարեն նորից երկրավոր ծրագրեր, բայց հաշվված ժամանակների մեջ ենք ապրում։ Քրիստոսին ճանաչելով նրա ծրագրերն էլ կճանաչեք, նրա խոսքերն էլ ավելի խորը կըմբռնեք, կհասկանաք, որովհետև կհասկանանք ում խոսքն է սա, ով է նա, ով է ավետարանի հեղինակը։ Դա էլ կապ ունի իրար հետ, թող օրհնի մեզ Աստված։ Մենք կարողանանք մարդկային դատողությունները մի կողմ դնել, հեշտությամբ ընկալել Քրիստոսի մասին եղող հայտնությունները, ինչ որ Աստված մեզ Սուրբ Հոգին մեզ օգնում է հասկանանք, սովորենք։ Նա աշխատանք է տանում ամեն մեկիս հետ, որ Սուրբ Հոգին, Հիսուս Քրիստոսը փառավոր երևա մեզ համար։ Մեր հասկացողության մեջ հայտնի լինի նրա փառավոր մեծությունը, մահվան հաղթող ճանաչեք, նրա աստվածությունը, ինչ է նշանակում Քրիստոսն Աստծո որդին է, ինչ է նշանակում Հիսուսը Քրիստոսն է, այս ամեն հարցերը կարևոր հայտնություններ են մեզ համար, այս հայտնությունների հիման վրա է, որ մենք ճանաչում ենք Քրիստոսին և պահում կյանք, ունենում և պահում այդ կյանքը, թող օրհնի մեզ Աստված, աղոթենք։